Վարկը փող չէ։ Դա անտեսանելի հոսանք է, որն ունի ձեր ընտրությունը և սահմանափակում է ձեր ապագան, երբ կարծում եք, որ բանկն առաջարկում է ձեզ հնարավորություն, այն իրականում գնում է ձեր ազատության կտորներ, յուրաքանչյուր ֆինանսավորվող գնում, յուրաքանչյուր նոր օբյեկտ, որը դուք նշում եք որպես նվաճում, թաքցնում եք լուռ պայմանագիր։ Դուք վաղվա օրեր եք փոխանակում այսօրվա անցնելու համար։ Դադարեցրեք արտացոլել։ Ինչու նույնիսկ աշխատավարձի բարձրացումով ֆինանսական ճզմման զգացումը շարունակում է մնալ, ինչու է հոգնածությունը կարծես ավելի արագ աճում, քան բանկային հաշիվը, պատասխանը պարզ է, բայց ցավոտ։ Դուք կերակրում եք համակարգը, ոչ թե ինքներդ, ձեր աշխատանքային ժամերը, ձեր էներգիան և ձեր տարիները անհապաղ բավարարվածության փոխանակման արժույթ են։ Հասարակությունը սովորեցրել է, որ փոքր տնտեսությունները արժեք չունեն, որ կարևորն այժմ ամեն ինչ ունենալն է գեղեցիկ, շքեղ, տպավորիչ, բայց այս միտքը հենց այն է, ինչը ձեզ խանգարում է սակավության ծուղակում, խնայող արժույթով դասավանդում է համբերություն, ինքնազբաղիչ և ինքնավարություն։ Վարկը դասավանդում է կախվածությունը, անհանգստությունը և անվերջ մրցավազքը։ Նշեք բջջային հեռախոսը կամ զրոյական մեքենան ֆինանսավորող նրանց էյֆորիան, վաղօրյա օրերին կա հպարտություն, ցուցադրում, ինչպես գավաթ, բայց այդ ժպիտի ետևում է պարտքի ծանրությունը։ Յուրաքանչյուր վճարման հիշեցում ստամոքսի դակիչ է, յուրաքանչյուր բանկային հայտարարություն այն մասին, որ դուք պատկանում եք որևէ բան, դա պատանդ է, ուրախությունը տևում է մեկ շաբաթ, ծառայություն՝ տարիներ։ Դա կարող է թվալ անհեթեթ, բայց իրական բանալին հենց այն է, ինչ շատ արամարանք։ Փոքր տնտեսությունը, ով է սովորում փոքր-ինչ գնահատել փոքրիկ, շատ ժամանակ, շատ է նվաճում, նրանք, ովքեր անտեսում են իրական գումարի որոնման մեջ գտնվող մետաղադրամը, միշտ ավարտվում են պարտքի մեջ, փիլիսոփայություն չէ։ Դա կրկնվող օրենք է, որպես հին ասացվածք ասում է, ամեն ոք, ով չի կարող նվազագույն պահել, երբեք առավելագույնը չի ունենա։ Կատարեք մաթեմատիկա։ Ձեր աշխատավարձի որ մասը ամեն ամիս հետաքրքրում է, քանի անգամ եք գնել մի բան, որը իրականում չէիք կարող վճարել, ձեր կյանքի քանի ժամ է նվիրաբերվել բանկին, համարներն ավելի վախկոտ են, քան թվում են, քանի որ պարտքը ոչ միայն փողի խնդիր չէ, դա ազատության հարց է, վարկը ձեզ վերածում է ապագայի մի ստրուկի։ Գիտակցված տնտեսությունը ձեզ դարձնում է ներկայի տերը։ Տարբերությունը, ովքեր բարգավաճում են և ովքեր խորտակվում են հենց այնտեղ, ով է անցնում ներկայացումներից հետո, այսօր արգելում է պատրանքներ, նրանք, ովքեր պահպանում են հետևողականությունը, ինչ-որ բան կառուցում են, ոչ ոք չի կարող վաղը վերցնել։ Սրանք գեղեցիկ բառեր չեն։ Դա այն իրականությունն է, որը ոչնչացնում է կյանքը ամեն օր։ Դուք կարող եք շարունակել այս անվերջ մրցավազքում, որտեղ ավարտը միշտ նույնն է, ավելի քիչ ինքնավարություն, ավելի շատ կապեր, կամ կարող եք հիմա կանգ առնել և հասկանալ, որ ելքը չի սկսվում 1 միլիոնից, բայց 1 մետաղադրամով պահվում է։ Հարցրեք ինքներդ ձեզ. որքան ժամանակ եք պատրաստ պատանդ լինել ապառիկներին, քանի փոքր տնտեսություն եք պատրաստ վերականգնել ձեր ազատությունը։ Այստեղ ես կիսում եմ բութ ճշմարտություններ կամ շոու, միայն ինչ է գործում, եթե ցանկանում եք ավելին լսել այն մասին, թե ինչպես է ֆինանսական կարգապահությունը խախտում աղքատության ցիկլերը, մինչդեռ վարկը միայն հարստացնում է բանկերը, հետևեք։ Մոտ անկանում եք հարստանալ, մոռացեք ֆինանսավորումը, սկսեք մետաղադրամով, թվում է թե պարզ է, բայց այս սերմի մեջ է, որ ծնվում է անկախության ծառը, վարկը, մյուս կողմից, թույն է։ Արմատները չորացնում են նույնիսկ նախքան նրանք աճելու հնարավորություն ունենան։ Հիշեք այն երեխային, որը մետաղադրամներ է պահում խոզուկ բանկում, ընկած յուրաքանչյուր կոպեկ ձեր աչքերը փայլում է, դա մի քայլ է երազանքի ուղղությամբ, հեծանիվ, գիրք, նվեր, նա դեռ չի հասկանում բարդ հետաքրքրությունը, բայց սովորել է էականները։ Հարգեք փոքրիկին, այժմ նայեք մեծահասակին, ով ֆինանսավորում է թանկարժեք բջջային հեռախոսը, պարզապես հաջողակ տեսք ունենալու համար, առաջին օրը կա երջանկություն, առաջին վճարումներում ափսոսանքը սկսվում է, այնտեղից նա այլևս ոչինչ չէ, նա պարտապան է։ Հարստությունը միշտ ծնվում է փոքրիկից, այս կանոնը վերաբերում է ամեն ինչի, գիտելիքների, հմտությունների, փողի, եթե չգիտեք, թե ինչպես կարելի է հոգ տանել մետաղադրամի մասին, ապա դուք երբեք միլիոն կունենաք, եթե չես կարող։ Եվ մեկ առօրյայի պահպանում երբեք կարգապահություն չի ստեղծի, սա է անում աղքատության քրոնիկ։ Մարդիկ սպասում են մեծ հնարավորությունների և երբեք չեն սկսվում հիմունքներից։ Ջեյմս Յեմսը հստակ խոսեց փոքր սովորությունների ուժի մասին։ 1% ամեն օր առաջընթացը դառնում է 1 տարի 37 ժամյա արդյունքի, հիմա պատկերացրեք։ Եթե օրական պահեք միայն 1 մետաղադրամ, ապա ինչքան կունենաք 1 տարի այսուհետ, և 5-ում, և 10-ում, ամենակարևորը ինչ է դա անել ձեր բնավորության հետ, խնայողությունը փողի մասին չէ, խոսքը սովորությունների մասին է։
Այն վերապատրաստման համբերությունը հարգանք սեփական ջանքերի համար, ամեն անգամ երբ մի փոքր պահեք այն ամրացնում է մկանները։ Ամեն անգամ երբ այն օգտագործում է վառ, կտրում է այս մկանները և թուլանում։ Դրա համար հարուստները չեն գործում ակնթարթային արդյունքներից հետո, նրանք գիտեն, թե ինչպես կուտակել և դա այն է, ինչը նրանց ուժեղացնում է, աղքատները իր հերթին սպասում են հրաշքների և պարտականության հավակնելու հաջողության։ Բայց հաջողությունը չի գնվում։ Այն դանդաղ է աճում, ծառի պես։ Իմ ընտանիքում իմ պապը ամեն շաբաթ փոքր գումարներ էր պահում, թվում էր, թե աննշան է, մինչև ճգնաժամը դա այն տնտեսություններն էին, որոնք փրկեցին իրենց տունը, հարևանները, ովքեր ապրում էին վարկերի վրա, կորցրեցին ամեն ինչ, նա ասաց։ Եթե այսօր կարծում եք, որ սա շատ քիչ բան է տարբերություն առաջացնելու համար, հիշեք։ Հարստությունը միանգամից բավարար չէ, այն աճում է այնտեղ, որտեղ կա հարգանք փոքրիկի նկատմամբ, հարցրեք ինքներդ ձեզ։ Ինչ է այսօր արժույթը ձեզ համար, կկարողանաք այն պահել կամ ձեր ապագայի ևս մեկ կտոր առաքել բանկին, ձեր պատասխանն այժմ կսահմանի, թե ով եք լինելու տասնամյակ։ Ամեն անգամ կարգավիճակի համար ինչ-որ բան ֆինանսավորեք, դուք օբյեկտ չեք գնում։ Դուք ֆասակ եք գնում, նա հագնում է նրանց, ովքեր հաջողության են հասնում, բայց նրա հետևում կան գիշերներ պարզ և հարց։ Ինչպես եմ վճարելու, պատրանքը առաջին օրվա ընթացքում քաղցր է, ծառայություն, դառը մնացածի համար։ Նայեք շուրջը։ Քանի մարդ է պարտքի մեջ ընկնում բջջային հեռախոսներով, մեքենաներով կամ ճանապարհորդությունից, նրանք ժպտում են, լուսանկարներ են անում, ցուցադրում են այն կյանքը, որը նրանք չունեն, բայց տողերի միջև հուսահատությունն ու վախն են։ Ինչ կլինի, եթե կորցնեմ իմ աշխատանքը, ինչպես բացատրում եմ ընտանիքին, որ ոչինչ չի մնացել, վարկի երջանկությունը տևում է մի պահ։ Ստրկություն, տարիներ։ Նա, կարծես, խնդիր է լուծում, բայց իրականում ստեղծում է մեկ այլ, և դա ամենավտանգավոր ծուղակը է, ամեն ոք, ով հասկանում է հարստությունը։ Կարգավիճակը կառուցված է ժամանակի հետ, ոչ թե մասերով, եթե դուք չեք կարող դա թույլ տալ, դա այն է, որ դա դեռ ձեր հասանելի չէ, և հույսեր, որովհետև գիտեք, որ ինքնուրույն գրոնն արժե ավելին, քան ցանկացած գնում։ Ազատությունը ծանրոց չունի, հարգանքը չի ֆինանսավորվում, եթե դուք չեք կարող այսօր ինչ-որ բան ունենալ առանց պարտքի, ապա վճարում եք շատ ավելի արժեքավոր մի բան, ձեր ինքնավարությունը։ Ես գիտեմ մի դեպք, ով ֆինանսավորեց թանկարժեք մեքենա, ընկերներին տպավորելու համար, առաջին ամսվա ընթացքում հպարտություն եղավ։ Առաջին տարում միայն դառնությունն է յուրաքանչյուր ապառիկ, մեքենան արժեզրկվեց։ Ազատություն, նույնիսկ ավելին, ի վերջո նա այն վաճառեց կորուստով և միայն պարտքը վճարեց 5 տարի անց, արդյունք, ոչ մեքենա, ոչ կարգավիճակ, ոչ ազատություն։ Դանիել Քահնմանը խոսեց արագ մտածողության ծուղակների մասին։ Մենք որոշեցինք հույզերի մասին և սա այն դեպքում, երբ բանկերը գրավում են մեզ, բայց ով է դանդաղորեն հարցնում։ Ինչ կլինի մեկ տարվա ընթացքում, 5 հոգի, ժամանակի մեծ մասը պատասխանը դժվար է, այո, դա կլինի։ Վարկը տալիս է հաղթանակի պատրանք, բայց գործնականում խաղադրույքները ձեզ վրա, ընտրությունը քոնն է, շարունակել այս ցիկլը կամ հասկանալ, որ իրական անվտանգությունը սկսվում է, երբ դադարեցնեք, և եթե դա ընդամենը մեկ մետաղադրամ է։ Վարկը չի կնքում միայն ձեր բանկային հաշիվը։ Նա ձեզ ստրուկ է կնքում, կամավոր ստրուկ, բայց դրա համար ոչ պակաս շղթայված, հրեական իմաստությունը սովորեցնում է, հարցրեք ինքներդ ձեզ։ Ազնիվ, ձեր կյանքի քանի բան է գնվել ուրիշներին տպավորելու համար, և որքան ազատություն եք փոխել նրանց համար, եթե ֆինանսավորելու փոխարեն կարգավիճակը, դուք փրկեցիք, որտեղ կլինեիք այսօր։ Այդ իսկ պատճառով երկրորդ ճշմարտությունը պարզ է, հրաժարվեք պատրանքներից, վարկով գնված կարգավիճակը ստրկությունն է, ճշմարիտ հարստությունը ծնվում է համբերությունից, գնաժամը միշտ ժամանում է առանց նախազգուշացման, ոչ ոք չի կարող հույս ունենալ, որ վաղը առավոտյան գտնվի, բայց նա միշտ թաքնվում է, թաքնված է հաջորդ անկյունում, և այս պահին է, որ բացահայտվում է, թե ով է ապրում վարկերով և ովքեր հավաքվել էին, նույնիսկ քիչ, բայց քոն։ Դուք տեսել եք, որ դա տեղի է ունենում, դժվար ժամանակներում, մի քանի փլուզում։ Խուճապը ստանձնում է, պարտքերը ձնագնդի պես աճում են և նրանց հետ գալիս է իմպոտենցիայի զգացողություն, մյուսները սակայն շարունակում են խաղաղության մեջ, ոչ թե այն պատճառով, որ նրանք հարուստ են, բայց քանի որ նրանք ունեն պահուստ, նույնիսկ փոքր։ Եվ դա է այս պահուստը, որը նրանց անսասան է դարձնում, վարկը ձեզ կոտրում է ճգնաժամի մեջ, պահպանված արժույթը խնայում է։ Ես հիշում եմ ընտանիք։ Ամուսինն ու կինը համեստ աշխատատեղերով, բայց նրանք ամեն ամիս մի փոքր պահում էին, հարևանները ծիծաղեցին։
Ինչու փրկել այս փոխանակումները, նրանք երբեք տան կամ մեքենայի չեն տա, բայց երբ ճգնաժամը հասավ եւ հարևանները խորտակվեցին պարտքի մեջ, այս ընտանիքն էր, որը ոչ միայն գոյատևեց, այլև կարող էր իրենց ձեռքը երկարացնել ուրիշներին։ Նրանց մետաղադրամները վերածվեցին հիմքերի, սա հակաբրատալություն է, հայեցակարգը, որը նկարագրում ենք, թե ինչպես հարվածներից հետո ավելի ուժեղանալու ունակությունն է, բայց դրա համար դա տևում է մի բան։ Անվտանգության լուսանցք։ Վարկը ձեզ փխրուն է դարձնում, եկամտի ցանկացած կաթիլ ոչնչացնում է ձեզ, խնայող արժույթը այն դարձնում է հակաբռնկիլ, ճգնաժամը կարող է հարվածել, բայց փչացնելու փոխարեն այն ամրապնդում է, եթե պահուստ չունեք, ճգնաժամը միշտ կունենա ձեր կյանքը։ Մտածեք այն մասին, թե ինչ է պատահում, երբ պարտք եք ենթադրում։ Դա կախված է կատարյալ պայմաններից, ամեն ինչ պետք է աշխատի, կամ ամրոցը փլուզվում է, բայց կյանքը երբեք կատարյալ ծրագիր չէ, հիվանդություն, հրաժարական շուկայում անկում եւ դրա գեղեցիկ կյանքը դառնում է մղձավանջ, հիմա պատկերացրեք հակառակը։ Դուք ունեք պահուստ, նույնիսկ փոքր, գնաժամի մեջ մի գործարկեք նոր վարկից հետո, օգտագործում է ձերնը, եւ այդ պահին իսկական ազատություն եք զգում, քանի որ դա կախված է ինքներդ ձեզանից, այլ ոչ թե բանկից։ Հրեական իմաստությունը ասում է, աղքատները միշտ ձգտում են, թե որտեղ պետք է փոխարել, հարուստը միշտ ձգտում է որտեղ պահել, այս տարբերությունը որոշում է, թե ով է ընկնում ճգնաժամի մեջ եւ ով է ուժեղանում։ Եթե ցանկանում եք ազատություն, սկսեք փոքրիկից, մի սպասեք միլիոններ, սկսեք մետաղադրամով, որովհետև նա է, ով աղետի ճգնաժամը վերածում է փորձության, որն ավելի ուժեղ է դարձնում։ Երրորդ ճշմարտությունն այս է. հակակարդյունաբերությունը չի կառուցվում պարտքով, բայց արժույթով խնայված, նա այն է, ինչ մնում է, երբ մնացած ամեն ինչ փլուզվում է։ Աղքատներն այսօր ապրում են, հարուստները տասնամյակներ շարունակ կառուցում են հորիզոններ, այս պարզ, բայց անողոք ճշմարտության մեջ այն գիծն է, որը առանձնացնում է պարտքը եւ ով է թողնում ժառանգություն։ Յուրաքանչյուր վարկ հաջորդ սերունդների համար ավելի քիչ է, խնայված յուրաքանչյուր գումար եւս մեկ է, արտացոլեք, ինչ է անում ինչ-որ բան վարկի վրա, այն քաշում է ապագան ներկա փոխանակելով տարիների ազատությունը, որը կգա անհապաղ հաճույքի համար։ Եվ ինչ ես անում, ով փրկում է, այն ներդրվում է այսօր վաղը, այն ավելի ամուր դարձնելով, քան ներկը։ Ես պատմություն գիտեմ մեր համայնքում, մի ընկեր պատմեց իր պապի մասին, մի պարզ կոշկեղենի մասին, որը ապրում էր համեստությամբ, բայց ամեն շաբաթ նա մի փոքր պահում էր ոչ թե ստատուսային, այլ ապագայի համար, նա չէր կարող իրեն թույլ տալ թանկ լինել։ Բայց տարիներ անց նրա փոքր տնտեսությունները, որոնք իրենց երեխաներին թույլ տվեցին տուն կառուցել, վճարել իրենց ուսումը եւ կյանքը սկսել առանց պարտքերի, նրա թոռները հիշեցին. Մեր պապը մեզ հարստություն չթողեց, նա մեզ սովորություն թողեց, եւ այդ սովորությունը մեզ հարստացրեց, հարստությունը գումար չէ, հարստությունը հորիզոնով ապրելու սովորությունն է։ Որպես ինչն է կարևորը արագ արդյունքը, բայց հարատև իմաստը, ով է ապրում կատակելու համար։ Ես անմիջապես կորցնում էի, ով գիտի, թե ինչպես սпасել միշտ հաղթել ֆինանսների, ընտանիքի, ճակատագրի մեջ։ Աղքատների խնդիրը քիչ բան չէ, մտածում է շաբաթների մասին, առավելագույն ամիսներ, հարուստ ի մեջբերումների խնդիրը տարիների ընթացքում մտածելն է, երբեմն սերունդների մեջ, ահա թե ինչու հարստությունը բազմապատկվում է։ Այն աշխատում է բարդ ազդեցությամբ։ Փոքր ջանքեր, որոնք կրկնվում են անգամ, առանց այն իրագործելու հսկայական բանի, ժամանակը առավել հզոր տոկոսադրույքներից է, որոնք առկա են, նա աշխատում է հօգուտ կամ ձեր դեմ։ Հրեական իմաստությունը սովորեցնում է, ով է պահում մետաղադրամը այսօր վաղվա հացը պահում է, մտածում է տարբերությունը, աղքատը հաճույք է տալիս, հարուստ գնման ժամանակը, հարցրեք ինքներդ ձեզ. ինչ եք ծախսում այսօրվա կարգավիճակի կամ վաղվա ուժի համար։ Յուրաքանչյուր վարկ, որը ենթադրում է, որ գողանում է ձեր ապագայի տարիները, յուրաքանչյուր արժույթ, որը դուք ձեզ փրկում եք, չորրորդ ճշմարտությունը պարզ է, հարստությունը հանկարծակի բավարար չէ, այն կառուցվում է արժույթով։ Սովորությունից սովորելու սերնդեսերունդ, դուք աղքատ չեք, քանի որ քիչ եք վաստակում, դուք աղքատ եք, քանի որ մտածում եք վարկերի մասին, սա ամենադժվար ճշմարտությունն է, որը ամենից շատ հրաժարվում է լսելուց, բայց դա այն է, ով սահմանում է ամեն ինչ։ Վարկային խոստումները հեշտացնում են, բայց կյանքը ավելի ծանր է դարձնում, խոստում է ազատությունը, բայց կապում է նոր շղթաներ, խոստում է ուրախությունը, բայց տագնապնում է, արդեն արժույթը խնայված է, լուր, համարյա անտեսանելի, տալիս է այն, ինչ վարկ չի կարող առաջարկել։ Ազատություն, նա դասավանդում է կարգապահություն, կառուցում է կայունություն, աղքատությունը առատորեն վերածում է։ Ամեն անգամ, երբ ասում ես ոչ մի խնդիր, ես ֆինանսավորում եմ կամավոր ստորագրում է ծառայողական պայմանագիր, ձեր պահած յուրաքանչյուր արժույթը ազատության պայմանագիր է, դուք կարող եք ժխտել, կարող եք ծիծաղել դրա վրա, կարող եք ասել,
Որ բոլորն այդպես են ապրում, բայց արդյունքը միշտ նույնն է, ով է կախված վարկերից, մնում է աղքատ, ով է գերազանցում արժույթը դառնում է իր ճակատագրի տերը։ Նայեք շուրջը, հարուստները չեն ծախսում կարգավիճակի վրա։ Նրանք ծախսում են հորիզոնում, նրանք հասկանում են, որ փողը ժամանակի գործիք է, աղքատները մտածում են, թե ինչպես անցկացնել ամիսը, հարուստները մտածում են այն մասին, թե ինչից են նրանք թողնելու 10 տարի, այս տարբերությունը որոշում են, թե ով է ապագա և ով ունի միայն պարտքերը։ Հիշեք ձեր սեփական պարտքերը, քանի անգամ եք գնել ուրախանալ ինչ-որ բան, ապա ափսոսալ, քանի անգամ է տևել երջանկությունը մի օր, բայց մտահոգություն տարիներ շարունակ երկարաձգվել է, հիմա պատկերացրեք հակառակը։ Եթե պահեիք գոնե այդ փողի մի մասը, որտեղ կլինեիք այսօր, որքան ամուր կլինեիք ձեր ոտքերի վրա։ Դժմարտությունը պարզ է, հարստությունը այն չէ, ինչ ունեք հաշվի մեջ, հենց այդպես եք վերաբերվում արժույթին, կարող եք այն պահել, կարող եք հարգել նրան, կամ ծախսեք, կարծես վաղը գոյություն չուներ։ Հրեա իմաստուն ասաց. Ով գիտի, թե ինչպես կարելի է հոգ տանել փոքրիկի մասին, նրան շատ է վստահվելու, այս կանոնը վերաբերում է ոչ միայն փողին, այլև բնավորությանը, հարաբերություններին, կյանքին, եթե չգիտեք, թե ինչպես կարելի է հարգել փոքր արժույթը, ինչպես կարող եք մեծ բան կառուցել։ Եթե չեք սովորում փոքր արժույթը գնահատել, դուք երբեք մեծ չեք պահելու, հարստությունը քաղվածքում գումար չէ։ Դա սովորություն է առօրյա կյանքում, քանի դեռ դուք մտածում եք վարկերի մասին, որպես լուծում, ձեր կյանքը շղթա կլինի, բայց երբ տեսնում եք փոքր մետաղադրամի ուժը, շղթաները կոտրվում են։ Ընտրությունը քոնն է, ստրկությունը կամ ազատությունը, պատրանքը կամ իրականությունը, պարտքը կամ կարգապահությունը։ Եթե այսօր չեք սկսում խնայել, վաղը կաշխատեն թեքել ուրիշների հետաքրքրությունը, դա սպառնալիք չէ։ Դա մաթեմատիկա է, հետաձգման յուրաքանչյուր օր դառնում է նոր պարտք, յուրաքանչյուր վատնված մետաղադրամը վերածվում է օձիքի մեկ այլ հղման։ Բայց ելք կա, և դա պարզ է, սկսելու համար ձեզ հարկավոր չէ բախտը, պարզապես մետաղադրամ, ժեստ, որոշում։ Ես ընտրում եմ ազատություն, դա արեք այսօր, հրաժարվեք ավելորդ գնումից, պատրաստվում եք շտապել այդ սուրճը, ասա, այսօր ես այն վերցնում եմ տանը, մտածել եք հարմարության համար սնունդ խնդրել, որոշեք, այսօր խոհարար, սրանք մանրամասներ են, բայց այն մանրամասների մեջ է, որ նոր կյանք է կառուցվում։ Խնայեցեք ձեր վաստակած առնվազն 1%, կարող է ծիծաղելի թվալ, օվկիանոսի անկում, բայց այս անկումը ավելի հզոր է, քան ցանկացած վարկ, քանի որ այն աշխատում է ոչ թե բանկի համար, ասա ոչ։ Ավելի քիչ վարկային խթան, դադարեցրեք և հարցրեք. Ես իսկապես ուզում եմ դա, կամ ուզում եմ ազատ լինել, այս պահին դուք պարզապես չեք փոխում գնումներ։ Այն փոխում է նպատակակետը։ Գրեք ձեր նպատակը, ինչու եք պահում, հանգիստ քնի համար, տան կողմից ոչ թե գլուխը խոնարհելու որևէ կառավարչի, կարդացեք և կարդացեք, այս նպատակը կլինի ձեր կողմնացույցը, կարող է մտածել, որ դա քիչ է, բայց այսպես է ծնվում ուժը։ Հարստությունը միլիոններից չի ծիլ, որը ծագում է մետաղադրամից, որը սովորություն է դառնում, սովորության ձևավորում կերպարը և կերպարը գրում է պատմությունը։ Դուք աղքատ չեք։ Դուք պարզապես մոռացել եք փոքր մետաղադրամի ուժը, դուք այսօր կարող եք փրկել ձեզ, իսկ վաղը տարբեր կլինեն, հիշեք, յուրաքանչյուր վարկ ծառայողական քայլի ուղղությամբ։ Յուրաքանչյուր արժույթ խնայեց, մեկ քայլ դեպի ազատություն, կարգապահությունը ընտրելիս ընտրում եք կյանքը։